Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ խնամքի կենտրոնների, երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30%-ով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրը, թե քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների միավորման հարցը։ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ։ ՔՊ-ի հերթական նախընտրական կաշառքը պետական համակարգին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճար, սակայն այս անգամ առավել կառավարելի ձևաչափով։ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670,000 դրամի պարգևավճար մարտ ամսվա համար, իսկ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400,000 դրամ։ Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն է Հայաստան առաքվել։ Ըստ ԱՊԱ-ի պարարտանյութի 4 վագոն և հնդկացորենով լի 1 վագոն Հայաստան է առաքվել Ադրբեջանի տարածքով։ Իրանում 318 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Վնասված բուժհաստատություններից 49-ը շտապօգնության կայաններ են, 186-ը առաջին օգնության կետեր, 40-ը հիվանդանոցային համալիրներ։ Իրանը հարվածել է Երուսաղեմին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հոպը ցածր բարձրության վրա որսացել է իրանական հրթիռ։ Իրանի հրթիռային հարվածից Թել Ավիվում շենք է վնասվել, կան նաև վիրավորներ։ Կոլումբիական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 66 մարդ, կան վիրավորներ և որոնվում է 4 անձ։